ընտրություններից 2-3 օր առաջ բռնել են տալիս հորս, տղայիս, թիմագիսներիս, ավագանիներիս, տեխնացուներին, ընտրությունների բուն օրը կալանավորումներ են անում, ամբողջ թիմից տերորի են ենթարկում, բացարձակապես 2-ից հետո իմ քաղաքական թիմը, իմ աջակիցները չեն կարողացել Գյումրի քաղաքում աշխատանք տանել։ Այդքան բանը արեցին, ընտրություններից հետո լրատվական, չգիտեմ, այդ իրանց պատգամավորների ու մյուսների այդ պայվածքը, այդ չափերները անցնելը մյուսը ու ինչ էին ակնկալում էին, որ Մարտուն Գրիգորյանը այդ ամեն ինչը մոռացել է ու Մարտուն Գրիգորյանը պիտի այս ընտրությունները վիժեցներ, պիտի այնպես աներ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այս ընտրություններում ունենար Գյումրու քաղաքապետ, արել են այն, դրա համար եմ ասում, որ Երևանից եկածները պիտի հասկանային Գյումրի քաղաքը փոքր քաղաք է, Գյումրի քաղաքը նմանատիպ բաներին ուշադրություն դարձնող է, իսկ իրանք չէին մտածում, որ նույն այդ Գյումրի քաղաքի բնակիչները, եթե Մարտուն Գրիգորյան իրենց էր օգնում, ինչ էին ասելու, հորը դու տղու բռնել տվեցին, դու էլ իրանց քաղաքապետ դարձրեցիր։ Ինչ փուլում է ձեր որդու, հոր եւ այսպես ասած տատիկների գործը։ Դատարաններում է, պրոցեսների մեջ է, սկզբի ժամանակները այսպես հումորի տվեցինք, շիբինի գործը, մեր շիբինոց է, շիբինին վնաս չի, չգիտեմ ես չէ, ինչ է, բայց արդյունքում տեսանք, որ մարդիկ շատ լուրջ տրամադրվել են այդ ուղղությամբ ու ընդհուպ մինչև գործը արդեն հակակոռուպցիոնից գնացել է դատարան, տեսնենք ինչ են անելու, մինչև ուր են գնալու, տեսնենք այդ նույն շիբինի գործով մարդիկ դատվելու են, թե չեն դատվելու, բնականաբար մենք պայքարում ենք, բայց իրենք էլ չմոռանան, որ գյումրեցիները սա չեն մոռանալու, այսպես մելքի էժան բաներով գյումրեցիների մոտը փորձել կամ ժողովրդի մոտը փորձել տրամադրություն ստեղծել, թե վայ տեսեք Մարտուն Գրիգորյանը կաշառք է բաժնել, շիբին է բաժանել, կաշառք է բաժանել եւ դրանով փորձեին Մարտուն Գրիգորյանին ընտրակաշառք բաժանողի պիտակ կպծնեին ու փորձեին Մարտուն Գրիգորյանին դրանով վարկաբեկեին ու հարյուրավոր մարդկանց, այդ որ Թուրքի մայլը ասում էին, Թուրքի մայլը, այդ Թուրքի մայլի ժողովրդին, որ 200 քանի հոգու էս գործերով, էս սդից խուժան գործերով այդ մարդկանց վգա են դարձրելու, այդ մարդկանց Երևանները պիտի քաշտան ու այդ մարդկանց այդքան պիտի անհանգստացնեն, ինչ է թաղի մարդը պատրաստ է եղել Մարտուն Գրիգորյանին ձայն տալու ու այդ մարդկանց անունները հայտնվել է աջակիցների կամ չգիտեմ ինչերի ցուցակներում ու դրա համար այդ մարդկանց պիտի ճնշեն, անհանգստացնեն, այդ նույն Թուրքի մայլի, որը նույն ինքը Արցախ թաղամասն է, այդ նույն Արցախ թաղամասի ժողովուրդը գալու է ժամանակը, իրանց պատասխանը տալու են։ Այդ մարդկանց այդքան անհանգստություն պատճառել, այդքան նեղություն տալ, այդքան լուրջ, պատկառելի ճանապարհ անցած մարդկանց ընտանիքներով տանել Երևանները, հակակոռուպցիոն կոմիտեների դեմը կանգնեցնել, գիշերով տարիքով մարդկանց հանել փողոց ուղղակի, բաց թողնել փողոց, գիշերով անօգնական, առանց գումարի, առանց բանի մարդկանց թողել գիշերով փողոցները ու վերջում ինձ են ասում ոնց էս Գյումրիում մանկալու, սիրելի գյումրեցիներ, այդ ամեն ինչը ձեր դեմ արել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, այստեղած պատասխանատուները, նախընտրական շտաբի պատասխանատուները, Երևանից եկածները, ովքեր որ մտածել են շատ լավ բան են արել կամ ովքեր որ վրեժ խնդիր են եղել եւ այսօր էլ վրեժ խնդիր են լինում, ձեր նկատմամբ վրեժ խնդիր են լինում եւ փորձում են ամեն ինչ անում են, որպեսզի խառնակցություն լինի։ Ես կոչ եմ անում այստեղի տղաներին, տեկանանց հետ, ինչպես միշտ ես իմ չափը մշտապես պահել եմ եւ կանանց երբևիցե չեմ արձագանքում, չնայած հասկանալի է, որ կանայք է փորձում են իմ անունը տալով ինքնահաստատվեն, բայց նորմալ եմ ընդունում, ներողաբար եմ մոտենում այդ ամեն ինչին,
Բայց պիտի բոլորս հասկանանք, որ վաղը մյուս օր այս իշխանությունը չի լինելու։ Եվ իրենք, եւ իրենց ամուսինները, եղբայրները, իրենք, հենց տղաները, այս քաղաքում շարունակելու են իրար հետ ապրել։ Բոլոր իշխանությունները եկել եւ գնացել են։ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունն է գնացել, Սերժ Սարգսյանի իշխանությունն է գնացել։ Համոզված եմ, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է գնալու։ Մենք այս քաղաքում եղել ենք, կանք ու կմնանք։ Ես կուզենայի, որ բոլորս միասին այս քաղաքում, անկախ իշխանություններից, անկախ ժամանակը, որից որ տեղում, որ ժամանակաշրջանում մեկ իշխանություն է օգտվում է իշխանության բոլոր լծակներից, իրավական, ուժային կառույցների հետևը թաքնվելով, լուրջ դեմ խաղալով, ընդդիմադիր կարգավիճակ ունենալով եւ այդ ճնշումները իր վրա զգալով, այնուամենայնիվ ժամանակները, տեղերը սովորություն ունեն փոխվելու։ Մենք այս քաղաքում ոչ իշխանությունով ենք եղել, ոչ իշխանության հնարավորությունների շնորհիվ ենք քաղաքում այդ հարգանքը, պատիվը, անցած ճանապարհը ձեռք բերել, ոչ էլ հետայսու ենք դրանով առաջ գնալու։ Բայց մյուսները պիտի հասկանան, որ դա այդ ամեն ինչը ժամանակավոր է։ Պիտի կարողանաս հետո քաղաքում իրականում որպես քաղաքի տղա, որպես քաղաքի մարդ կարողանաս շարունակել ապրել։ Իսկ ես ամբողջ ընթացքում այդ մասին չեմ մոռացել։ Անձնական բնույթի հարցերը մնում են անձնական, ով ում հետ ինչ հարց է ունեցել, ով ում հետ ինչ պրոբլեմ ունի, ամեն մեկը իրանց հարցերի ու պրոբլեմների տեղը ու ժամանակը ունեցել են, լուծելու իրենց պրոբլեմներն ու հարցերը կարող են լուծել կամ կարող են իրենց հարցերը լուծել այս քաղաքական process-ների հետ, ոչ մեկը չփորձի իրենց անձնական անհաջողությունները կամ հաջողությունները կապեն այս քաղաքական process-ների հետ։ Սա քաղաքական process է, սա քաղաքապետի ընտրություն է եղել, եւ ես ընտրությունների օրը, երբ որ հարցազրույց էի տալիս լրատվամիջոցներին, երբ որ հարցնում էին, թե բա ինչ եք անելու, եթե չունենաք այնքան ձեն, որ կարողանաք Վարդան Ղուկասյանից ավելցային տանեք, ինչ եք անելու, ես այդ ժամանակ եմ ասել, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը քաղաքապետ չի ունենալու համոզված եմ, իսկ մենք ձևը գտնելու ենք։ Ճիշտ է, մեծ հաշվով որ ասես, ոչ թե էլի անձնականով եմ ասում, այլ քաղաքի շահերից ելնելով իդեալական ձևեր, որ գտել ենք, ես դա հասկանում եմ, գիտակցում եմ, ես Գյումրիում եմ, գիտեմ նաև Գյումրիում շատ դեպքեր ու միշտ տրամադրություններ են, որ ասեմ իդեալական տարբերակ է, իդեալական տարբերակ չէ, բայց մենք վադագույնի ու վադի մեջը որոշում ենք կայացրել, իմ անձնական կարծիքով, ես այդ ամեն ինչը ասում եմ, իսկ ես կոնկրետ առաջարկություն արել էի, թե ես ոնց էի տեսնում այդ ամեն ինչը, բայց քանի որ 4 ուժերի մեջը ես այս կտրվածքով վերցրած մենակ էի, ես մյուսների որոշումը հարգեցի, հաշվի նստա այդ որոշման հետ եւ ես էլ արեցի իմ քայլը։